Դե նույն Հովիկ Աղազարյանը չէր ասում, այդ մարդիկ տրաֆիկինգի զոհ են, այդ մարդկանց Նիկոլը պահում է վախով, կոմպրոմատներով, ահաբեկելով։ Աղազարյանին ասենք Փաշինյանը պիտի հրաժարական տա։ Դե հիմա, բայց գոնե Աղազարյանը որպես ինքը տրաֆիկինգի նախկին զոհ, գիտի չէ, որ Իրանից բացի այնտեղ բազմաթիվ զոհեր են եղել։ Տրաֆիկինգի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ։ Այո, բա իմ ասածն էլ էդ է, միգուցե այդ մարդիկ ուզում են, հիմնական խնդիրը այն է, որը տրաֆիկինգի զոհերը։ Հիմա դուք ուզում եք փրկեք ՔՊ-ի մնացած երկիրը փրկեմ, ես չեմ ուզում ՔՊ-ին փրկեմ։ Տրաֆիկինգի ես ուզում եմ հնարավորություն տամ այն ՔՊ-ականները, ովքեր ցանկություն չունեն պատրաստ են այդ հումանիտար միջանցքով իրանց փրկել Իրան Բագրատյանն էլ էր ասում, ասում բոլորը տականք չեն այնտեղ։ Այդ տականք ինքը շատ բան հասկացողություն է, դա վերջում կստեղծենք արդեն իշխանապողությունից հետո Տիկին Սեյրանյան մի հատ կոմիտե, հանրային հաշտեցման կոմիտե, դա բոլոր սենց երկրներում վերջում դա ստեղծվում է, որպեսզի ամեն մեկի մեղքը արդեն անձնավորված իմանանք, ով ինչ է ստորագրել, ով չի ստորագրել, ով ուղղակի ծափ է տվել, ով ուղղակի